Ուզա։ Պարոն Փաշինյան, ամիսներ շարունակ, երբ որ դուք սկսեցիք եկեղեցու եւ գաղափարի հետ կապված գործընթացները, դուք այդ ամեն ինչը փաթեթավորում եք եւ արդարացնում եք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդի գործընթացներ, այսինքն դուք այդ ամեն ինչը ներկայացնում եք, որ դուք ընդհանրապես քաղաքացի եք, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք անում այդ ամենը։ Սակայն նախորդին հունվարի 4-ին ուշ երեկոյան դուք ստորագրեցիք հայտարարության տեքստ 10 եպիսկոպոսների հետ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սրանով իրավաբաններն ասում են, որ դուք սահմանադրական կարգ եք խախտել եւ առնվազն ձեզ սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Ինչու եք ստանձնել մի գործընթաց, որը ձեր թիկունքում հեռանկար ունենալով, որ դուք կարող եք ազատազրկվել 10-ից 15 տարի։ Եվ մի դիտարկում եմ ուզում անել, պարոն Փաշինյան, դուք դեկտեմբերի 31-ին մինչ հրապարակում հմայվում էիք դրոններով շոուով, Հայաստանի շատ գյուղերի բնակիչներ, հազարավոր քաղաքացիներ, երեխաներ մթության մեջ ցուրտ տանը դիմավորում էին նոր տարին։ Դուք ստանձնել եք ավելի քան 6 ամիս, կես տարի հեծի կառավարումը։ Ստացվում է, որ ոչինչ չի փոխվել, ավելի վատացել է իրավիճակը եւ ընդամենը մեկ մարդ է շահել Ռոմանոս Պետրոսյանը, որը Սամվել Կարապետյանի հաշվին լավ, այսպես աշխատավարձ է ստանում։ Նախ ես կարծում եմ, որ այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում եւ այն process-ները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները եւ մասնավորապես Հայաստանի մարզային բնակավայրերում։ Եվ 6 ամսվա ընթացքում, եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել, եւ ես հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ Եվ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։ Պետական հիմնարկներ, զորամասեր, այդքան խոսում ենք բանակի եւ պետության մասին, եւ այդ ամեն ինչը դրա արդյունքներ, եւ ես համոզված եմ, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, արդարացված որոշում ենք կայացրել։ Ես համոզված եմ, որ մենք այդ որոշումը կկարողանանք պաշտպանել բոլոր ատյաններում եւ դուք դա կտեսնեք։ Այնպես որ ես ցավով եմ եւ ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքացիներից, ովքեր ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել, ներողություն խնդրում եմ այն բանի համար, որ այդ որոշումը, որ ես կայացրել եմ մայիսին, եւ այն պետությունը, կառավարությունը եւ պետական մարմիններ են որոշումները, որ կայացրել են հետագայում, այդ որոշումները չեն կայացրել 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 7 տարի առաջ։ Այդտեղ մենք սխալվել ենք եւ մենք հիմա պետքա մեր սխալները ուղղենք։ Եվ իմիջիայլոց, որ ասում եք Ռոմանոս Պետրոսյանն, նա շահել են նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցերի բազմաթիվ աշխատողներ, ովքեր երկար ժամանակ տարիներով ի տարբերություն Վերնախավի պարգևավճարներ եւ հավելումներ չեն ստացել, Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մեկնարկից հետո այդ թվում հավելումներ են ստանում եւ ընդհակառակը ղեկավար կազմը չի ստանում այնքան հավելումներ։ Եվ դուք այնպիսի բացահայտումներ կտեսնեք, այնտեղ մարդիկ են եղել, որ տասնյակ միլիոնավոր դրամներով են հավելումներ եւ պարգևավճարներ ստացել։ Բայց ինչի կառավարությունը 1000 դրամ պարգևավճար է ստանում, ամիսներով գրվում է դրա մասին։ Այդ ինչի է մեր մամուլը լուր։ Հետաքրքիր է, այդ ինչի է մեր մամուլը լուր։ Այդ ինչի է մեր մամուլը լուր են դեպքերի մասին, երբ որ մեր հաշվին մարդիկ վարկեր են ստացել, տարել դրել իրանց անձնական, իրանց ընտանիքի անդամների, իրենց հորեղբայրների, մորեղբայրների, քեռիների, բաժանաղների, բիզնեսների մեջ։ Հետաքրքիր է, այդ ինչի է մամուլը տենց լուր։ Ինչի այդ տասնյակ միլիոն
եւ տասնյակ միլիարդ դրամները, որոնք գողացվել են Հայաստանի Հանրապետության կոնկրետ անուն ազգանուն հեռախոսի համար ունեցող հասցե ունեցող քաղաքացիներից բան են, հա, տենց ուշադրության արժանի չեն, այլ որևէ տեղում ենթադրենք 1000 դրամ ավել ծախսված որևէ միջոց կոնկրետ նպատակային դա է ուշադրության արժանի։ Ինչ ով է ձեզ ասել մասնավոր միջոցներ։ Էցի միջոցները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սպառողների վճարած վարձերից, վճարներից։ Հենց այդտեղ է որ այդ ամբողջ խնդիրը։ Հեծում չկա մասնավոր միջոց։ Հեծում մի րոպե սպասեք։ Հեծում կամ վերցրած է վարկեր, որի համար էլի վճարում ենք մենք, հեծում կամ գործում է էլեկտրոէներգիայի սակագինը, որի համար վճարում ենք մենք։ Դեռ քիչ չի, որ էլեկտրոէներգիայի սակագնի համար մենք վճարել ենք, քաղաքացիները վճարել ենք։ Հավելագրումներ են արվել պետական հիմնարկների վրա, մասնավոր հիմնարկների վրա։ Հայաստանի Հանրապետությունում մի ընտանիք չկա, որից հեծը ձեր նշած անձանց կառավարման շրջանում փող չի գողացել։ Մի այդպիսի ընտանիք չկա, մի այդպիսի հիմնարկ չկա, մի այդպիսի մարդ չկա, մի հոգի։ Երևի մենակ իրանցից էլ ըստ ամենայնի գողացած կլինի։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհրդին, գիտեք, ես հիմա վարչապետ եմ, չէ՞ որպես ձեր առաջ հանդես գալ, ես քաղաքացի չեմ։ Ես քաղաքացի եմ նաև, ես Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ նաև։ Հիմա ասենք այդ փարիսեցիությունը ինչի համար, շատ լավ ես կարող էի բան անել, գրել Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ դուք այսօր բրիֆինգին հարց կտայիք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյան, բա դուք ինչ գործ ունեք վարչապետի կեցավայրում։ Ինչի՞ չեք գնացել Իջևանի ձեր Ասլանյան փողոց, չգիտեմ, 10 տան բանում բնակարանում բան արել, կազմակերպել այդ հավաքը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ խնդիր կա եւ ես էլի ուզում եմ ասեմ, այո, ես հանդես եմ գալիս որպես Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բայց հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այն օրը մի րոպե ներողություն, այն օրը որ իմ ելույթում ասացի, որ որոշ մարդիկ փորձ են անում Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին օգտագործել որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, 63-րդ Սաղմոս այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել։ Եվ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչի բան չի սպասվում։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ես հիշում եմ, երբ որ դուք ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր եք, անդրադառնում եք օֆշորային հայտնի սկանդալին, որի մեջ ներգրավված էր նաև նավաստարդ arczepiskopos Կճոյանի անունը։ Նա նաև անցնում էր ապօրինի գույքի հարստացման, այդ գործով, եթե չեմ սխալվում, բայց գլխավոր դատախազությունն այդպես էլ չի հստակեցրել, թե խոսքը մասնավորապես ինչ ապօրինի գույքի մասին է։ Նրա ձեր կողմից բնորոշվել էր Bentley Samo։ Հիմա Bentley Samo-ի հետ եք պատրաստվում բարենորոգել եկեղեցին, չունեք այն մտավախությունը, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են նույն կաթողիկոսի վերաբերյալ, նույն ձեր հետ փաստաթուղթ ստորագրած եպիսկոպոսները, arczepiskoposները եւս խախտել են այդ ուխտը, ինչպես դուք եք ասում, եւ անդրադառնալով նաեւ ԱԱԾ-ի փաստաթղթին եզրասի arczepiskoposi վերաբերյալ նա հերկել է, ասել է, որ այդ փաստաթուղթը կեղծ է, սա հարցի այս հատվածը եւ երկրորդը կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տալիս այն գործարարներին, որոնց հետ ունի սերտ առնչություն։ Օրինակ այսօր էլ պարզ դարձավ, որ Ջերմուկ գրուպն է ստացել արտոնություն, ավելի վաղ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը։ Հա, եւ սա նաեւ այն պարագայում, երբ դուք դարձյալ ընդդիմադիր եղած ժամանակ խիստ քննադատում եք Իրոք մեկ օֆշորի մասին էր, արտոնության մասին էր, երրորդ հարցը։ Չէ, արտոնություն շարունակությունը, հա, որ ասել է կեղծ է, ես հիշում եմ նաև, որ ասում եք
կեցի այն Հայաստանը, որը վաղն է գալու։ Սա էր արդյոք այն Հայաստանը, որը պիտի գար ձեր պատկերացմամբ։ Շնորհակալություն։ Այդ ես չեմ ասել, այդ Մովսես Գորգիսյանն է ասել, որ կարող է կրկնել եմ եւ այո, ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ։ Ես անդրադարձել եմ այդ թեմային եւ ասել եմ, որ այո, սա է այն Հայաստանը, որը պետքա գար, եւ սա լավ Հայաստան է։ Եվ ես ասել եմ, որ սա իրական Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների պետությունն է։ Ես ասել եմ, որ 2021 թվին մենք ասում ենք, որ ապագա կա, այսօր ասում ենք, որ ապագան այսօր է։ Եվ երբ որ մենք նայում ենք Հայաստանի տնտեսական ցուցանիշները, երբ որ մենք նայում ենք Հայաստանի միջազգային հեղինակությունը, երբ որ նայում ենք Հայաստանում եւ նրա շուրջ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, ըստ էության այո, դա այն խնդիրն էր, որը մենք 2021 թվականին ուզում ենք լուծել եւ մենք լուծել ենք այդ խնդիրը։ Եվ այդ խնդրի լուծումը ակնհայտ է։ Ինչ վերաբերվում է ձեր նշած են, գիտեք, ես եմ տարբեր մարդկանց մասին տարբեր բան ասել, տարբեր մարդիկ են իմ մասին տարբեր բաներ ասել։ Եվ նոր կտակարանում այսպիսի մի դրվագ կա։ Իհարկե այստեղ խնդրում եմ բան չանել, ես կմեկնաբանեմ դերաբաշխումը վերջում։ Երբ որ այսպիսի դրվագ կա, երբ որ ասում է, երբ որ փարիսեցիները եւ սադուկեցիները տեսան, որ Հիսուս մաքսավորների եւ մեղավորների հետ է նստում, սկսեցին նրա աշակերտներին մոտավորապես նույն հարցերը տալ, ինչ որ դուք եք տալիս աշակերտներին։ Եվ երբ որ աշակերտները դրա մասին ասացին Հիսուս Քրիստոսին, Հիսուսը ասաց, ես բանին առողջներին բժիշկ պետք չի եւ անմեղների համար չեմ եկել, այլ մեղավորների համար եմ եկել։ Հիմի մեզնից յուրաքանչյուրը այստեղ էլի ուշադրություն դարձրեք, ես հանկարծ չվերապահվի, թե մենք այդ սեղանի շուրջ նստած որևէ մեկին Հիսուսի դերակատարում ենք վերապահում, մյուսներին մեղավորի դերակատարում ենք վերապահում։ Մենք ցանկացած քրիստոնյա հետևորդ, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ցանկացած հետևորդ, ինքը պետքա գիտակցի երկու բան, որ ինքը մեղավոր է, ինչպես մեղավոր է, բառից բուն իմաստով, ինչպես նկատի ունեին նոր կտակարանի մաքսավորներին եւ մեղավորներին, եւ մյուս կողմից, եթե ինքը Հիսուս Քրիստոսի իրական հետևորդ է, ինքը նաեւ Հիսուս Քրիստոսի գործելակերպի, վարվելակերպի, խոսույթի տրամաբանության եւ առաքելության մեջ է։ Ես եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր եւ կարծում եմ, ինչ? Իրենք նստում են որպես եպիսկոպոս։ Պատկերացրեք նստում ենք։ Հա, հարկային արտոնությունների մասին շնորհակալ եմ այդ հարցի համար։ Ուրեմն, գիտեք ինչ, շատ հետաքրքիր վերնագրեր կան։ Կառավարությունը արտոնություն տվեց այսինչին, կառավարությունը արտոնություն տվեց այնինչին, մեկը, չգիտեմ, ծանոթ է, մեկը բարեկամ է, մեկը, չգիտեմ, արդեն Սամվել Ալեքսանյանը արդեն դարձավ բան, մեր թիմակից, համախոհ եւ այլն, բոլորը մեր թիմակից եւ համախոհն են, շատ լավ։ Հիմա եկեք նայենք այդ անունները արտոնություն ստացածների քանի տոկոսն են, քանի մի տոկոսն են, 10%-ն են, 100%-ն են։ Այս համակարգը արտոնությունների կոչվում է գերակա ոլորտում մաքսային արտոնություններ տրամադրելու մասին։ Հազարավոր գործարարներ այդ արտոնությունը ստացել են։ Այդ թվում ընդդիմության հետ կապված գործարարներ, այդ թվում ընդդիմության հետ չկապված գործարարներ։ Եվ ընդ որում այս մեխանիզմը գործում է, եթե չեմ սխալվում, 2017 կամ 2016 թվականին եւ գործում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն կառավարության կարգավորումները այնպիսին են, որ համակարգը աշխատում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն ինչա, կա մոդուլ։ Գործարարները, ընկերությունները իրանց տվյալները լրացնում են եւ ներկայացնում են արտոնությունից օգտվելու, մաքսատուրքի հետաձգման կամ արտոնության։
Կառավարության միակ դերը ստուգելն է, իրանց դրած տվյալները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Եվ եթե համապատասխանում են իրականությանը, կառավարությունը իրավունք չունի այդ արտոնությունը իր իսկ որոշման համաձայն չտա։ Հիմա դուք ասում եք կամայական որևէ անուն, ստացել է այդ արտոնությունը, իհարկե ստացել է։ Չնայած էլի ասեմ, տեն շատ մանրամասներին չեմ էլ տիրապետում, որովհետև դա ինքնաշխատ համակարգ է։ Հիմա այդ ձեր նշած անունները ընդհանուր առմամբ այդ արտոնություններ ստացածների քանի տոկոսն են։ Այդ արտոնություններ ստացածների ես ճշգրիտ տոկոս չեմ կարող հիմա հաշվել ասել, բայց համոզված են 2%-ն են, 3%-ն են։ Այսինքն հազարավոր ընկերություններ ստացել են, ստանում են եւ կստանան։ Եթե այդ հազարավոր ընկերությունների մեջ կա ընկերություններ, որոնք ինձ բարեկամ են, համոզված եղեք, այդ ընկերությունների մեջ կան ընկերություններ, որոնք ձեզ են բարեկամ, ձեզ են բարեկամ, ձեզ են բարեկամ, ձեզ են բարեկամ, բացառում են։ Շատ լավ, ձեր անազգանուն կտակ եւ մենք ձեր բարեկամին կգտնենք առաջիկա, ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Ես բացառում եմ, որ այդ արտոնություններ ստացած ընկերությունների մեջ ներկաներից, այսպես ներկաներից որևէ մեկի բարեկամ չլինի։ Բացառում եմ, որ ըլնի որևէ ընդդիմադիր падգամավոր եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ, որի բարեկամներից մեկը այդ արտոնությունը տաշիր գրուպը գնացեք նայեք քանի անգամ այդ արտոնությունը ստացել։ Էլով կա, որ հայտնի է որպես ընդդիմության շրջանակում։ Բացառում եմ որևէ ընկերություն, որ այդ արտոնությունից օգտված չլինի, բացառում եմ։ Եվ հետեւաբար կառավարությունը վերնագիր Փայլակ Ֆահրադյանի եւ մյուս լրագրողների բարեկամների ընկերություններին հերթական անգամ տվեց արտոնություն։ Այո, տվել ենք եւ ելի կտանք։ Հաջորդ հարցը եկամուտներից կգնա Փայլակին գոնե։ Այդ իր բարեկամի հարաբերությունների հարցն է, ես չեմ կարող դա կարգավորել։ Պարոն վարչապետ, դուք անդրադառնալով